Հասկանում են վիճահարույց դուրս չի գտնի հասել։ Խնդրում եմ դասապրոցեսը մի խնդրել, գնացին, չէ, շնորհակալություն բոլոր դաս։ Տիկին Ասատրյան, աշակերտներից մեկը, որի մոտ պիտի դասավանդեր այս պահին ընկեր Դավթյանը, ցանկանում ասելիք ունի, ձեր թույլտվությամբ իրեն էլ հա լսենք, հա։ Մնացածներ խնդրում եմ, Եթե դուք ասելիք ունեք, երես Նախ ներկայացեք։ Ես ԻՆԻՊ-ի դասարանից եմ, Ասիա Հովսեփյանն եմ։ Ընկեր Դավթյանը մեզ դասավանդում է միայն հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Մեզ դասավանդել է դեկտեմբերից, բայց ես էլի եմ ասում, լավ մասնագետ է, բայց ինքը չի կարող անի այն, ինչ անում է սովորական մեր մշտական ուսուցիչները։ Ասեմ մի քանի փաստեր, որ եղել է մեր մոտ, ընկեր Դավթյանը գալիս է մեր մոտ ու ասում է, որ մենք քրիստոնյա չենք։ Հարցում է դուք քրիստոնյա եք, ասում ենք այո, ասում է ես չեմ հավատում, դուք 50-ական եք։ Առաջին դասին ասել է, որ մենք 50-ական ենք, հարցրել են պատուհանի մոտին նստող աշակերտը 50-ական է, իսկ երկրորդ դասին որ եկել է, հերքել է, որ ինքը նման բան չի ասել ու ասել է, որ 50-ականները վատ մարդիկ են։ Ինքը որ գնացել էր դպրոցից 2 շաբաթով, հետո վերադարձավ ու մեզ ասեց, որ մենք դաս պետք է պատմենք, բայց այդ 2 շաբաթվա ընթացքում մենք ընդհանրապես դաս չէինք արել։ Ու մենք ասացինք, որովհետև ասեց ինձ դավադրաբար հեռացրել են։ Ես գիտեմ, որ վերևներից գալիս է հրամանը, որ դուք իրադու լարվեք իմ դեմ ու ինձ հեռացնեք դպրոցից։ Մենք այդտեղ ասացինք, որ մենք էլ մեղք չունենք, որ մենք այդ դասը չենք արել։ Ու ինքը ասեց, որ կապ չունի։ Ինքը ստեղ կանգնած ձեզ մոտ ասեց, որ ինքը փորձում է խրախուսի աշակերտներին, բայց այդ իր ասած խրախուսանքը չի։ Մենք ունենք դասարանում թույլ սովորող աշակերտներ, որոնք առաջին դասարանից մինչև 9-րդ դասարան շատ վատ են սովորել ու ասենց ասած այբուբենը գիտեն մենակ ու նորմալ կարդալ։ Իսկ իր խրախուսանքը նրանում է կայանում, որ ինքը աշակերտին կանչում է այսքան տեքստ է տալիս կարդալ ու 9-ը նշանակում։ Ինքը 3-4 ստացող աշակերտին նշանակում է 9։ Իսկ ես, որ եղել եմ 4 տարի գերազանցիկ ու հիմա էլ դասանում հարվածային եմ, ինքը ինձ կարող է նշանակի 6-7։ Այդ ինքը որ հիմա գրքեր եմ տալիս, ինքը տենց չի։ Ինքը մենակ փորձում է ծույլ աշակերտին բարձր գնահատելով փորձի խրախուսի։ Ինչ գնահատական կտակ դասի որակի հետ կապված, հա, իսկապես գիտելիքներ չի փոխանցում եւ ինչից է այդ քաոսը ստեղծվում դասի ընթացքում, իր դասերի ընթացքում, որ կողքի դասարաններից այլ ուսուցիչներ միջամտում են, նկատողություններ են անում։ Ինչպես ասում են իմ դպրոցի աշակերտները, նույնն էլ ես կասեմ, որ դասի ժամանակ ընդհանրապես որակ չկա, որ վերադարձել է այդ ժամանակ առաջին դասի ժամանակ մենք նստած ենք եղել, մենք այն դասարանն ենք, որ միշտ ինքը մեր դասղեկին ընկեր Կիրակոսյանն ասել է, որ ձեր դասարանն է, որ ոչ մի բան չի անում։ Ուսուցչանցում ինքը բարձրացրել այդ հարցը, որ մենք խելոք նստած ենք։ Ինքը առաջին անգամ եկավ մտավ մեր դասարան ու դասի կեսից դուրս եկավ։ Մեր դասղեկը այդ ժամանակ լաբորատորիայում էր, եկավ մեր դասարան, ուրեք, բանը, ինքը հետ եկավ ու կոպիտ է հնչում, բայց ասաց ես գնացել էի դուրս բնական կարիքները հոգալու համար։ Վերադառնում է դասարան, նստում է ու հենց մեր աչքի առաջ բացում է կանֆետը ու ուտում է։ Ու ստեղ կան աշակերտներ, որ կասեն, որ ինքը կանֆետը ուտում է ու թուղթը չի թափում, դնում է դարակի մեջ, ուսուցչի սեղանի մեջ, դարակի։ Բիդուլ չկա դասարանում։ Դասարանում կա, բայց ինքը չի դնում։ Ու ինքը այս վերջերս մարտ տվել էր մեզ թեմատիկ աշխատանք, մենք այդ թեմատիկը գրել ենք, հանձնել ենք։ Անցած շաբաթ մեզ բերում է թեմատիկ աշխատանք նորից։ Մենք ասում ենք, որ ընկեր Դավթյան, այս թեմատիկը նույն տեքստն է լրիվ, ասում ենք նույն տեքստն է, մենք գրել ենք այս թեմատիկը մի անգամ։ Ինքը ասում է, դուք դավադրաբար եք անում, ուզում եք ինձ հեռացնեք, ես նոր տեքստ է, բան, ես նույն հարցերն եմ, բայց մի հարց փոփոխել եմ, բայց այս տեքստը լրիվ նույնն է ու չի երևում նորմալ տպած, ասում ես նորմալ տպել եմ, դուք ինադու եք անում, որ ես չանամ։ Իսկ ձեր դասարանում Արցախից տեղահանված աշակերտներ կան։ Այո, ունենք։ Իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք նկատել եք թե չէ։ Ոչ, իր կողմից վերաբերմունք եղել այն, որ մենակ այդ քրիստոնյայի վերաբերյալ։ Իսկ թուրքերի հետ կապված ինչ որ բան լսել։ Դե ասացի, որ մեզ հայոց պատմություն չի դասավանդում, մենակ հայոց եկեղեցու պատմությունը, այդ պատճառով չի եղել։ Շնորհակալ եմ։